Տիկին Ավետիսյան, տեսեք, 2025 թվականի բյուջեի ուղերձի մեջ էջ 32.34 նշված է 2 միլիարդ 98 միլիոն դրամ նախատեսված 15 տրոլեյբուսների համար։ Ես չգիտեմ դուք ինչ 1.5 միլիարդից եք խոսում։ Ես հստակ ասում եմ բյուջեի մեջ նշված թիվը։ Տենց ստացվում է մեկի արժեքը 140 միլիոն դրամ։ Իսկ հիմա որ 30% կանխավճար եք ուղարկել, այդ արդեն 96 միլիոն է ստացվում։ Մի հատ 40 միլիոն տարբերությունը այդտեղից է գալիս։ Ու շարունակելով նաև այլ ելույթների անդրադառնալով, այստեղ ինչ որ ելույթ հնչեց, որով փորձում էին մեզ մեղադրել Դոնբաս գնալու մեջ, ու դա մեզ փորձում էին վատ ձևակերպումով ցույց տալ, իբր վատ բան ենք արել, ախր գոնե դուք պետք է հասկանաք, որ այն ինչը դուք փչացրել եք, մենք ինչ որ ձևով փորձել ենք ուղղել։ Մենք այո գնացել ենք Դոնբաս, այո տարել ենք հումանիտար օգնություններ, դեղորայքներ, հիգիենայի պարագաներ, այցելել ենք այնտեղ գտնվող հայկական համայնքներին, որոնք բավականին լուրջ խնդիրներ ունեին համենայն դեպս այդ պահին, ու ձեր իշխանության շնորհիվ նրանք չէին կարողանում օգտվել հայկական գրականություններից, որովհետև դուք քնած եք, չեք ուղարկում ոչ մի գիրք։ Այդ կիրակնորյա դպրոցներին մենք այբենարաններ ենք ուղարկել, հայկական մաթեմատիկայի գրքեր ենք ուղարկել, գրականության գրքեր ենք ուղարկել, նրանց խնդրել եւ հորդորել, որ պահպանեն իրանց հայկականությունը, լեզուն։ Այո, ինչ որ չափով կարողացել ենք նրանց օգնել նաեւ քաղաքական տեսակետից, նրանք իրենց միայնակ չեն զգացել, զգացել են, որ իրենց մասին մտածող կա, իրանց հետևից գնացող կա։ Դուք փչացնում եք այդ հարաբերությունները, դուք մեր հայ համայնքի, հայ մարդկանց, հայերին թողում եք անտերության մեջ, չեք հետաքրքրվում նրանցով ու փորձում եք մեզ մեղադրեք, որ մենք լավ բան ենք արել։ Այո, գնացել ենք ու շատ ճիշտ ենք արել, որ գնացել ենք։ Ու ընդեղի հայերն էլ են իրանց այդքանով լավ զգացել։ Մենք, եթե դուք մտածում եք, որ մենք կողմ ենք միութենական պետությանը, ոչ, դուք սխալվում եք։ Այդ տարբերությունը կայանում է նրանում, որ ձեր հետևից են ներևում Թուրքիայի ու Ադրբեջանի ականջները, ավելի շուտ ձեր վրա ու մարմնի բոլոր մասերով։ Էրդողանի ականջները հենց ձեր հետևից են երևում, ոչ թե մեր։ Դուք եք ուզում Հայաստանը սարքեք թուրքական վիլայեթներ կամ վիլայեթ։ Դուք եք բերել պատերազմ ու խոսում եք ինչ-որ խաղաղությունից։ Այսինքն դուք ամեն ինչը փչացնում եք, հետո ասում եք, բայց չեք ուզում մենք ուղղենք։ Այդ դուք փչացրել եք, դուք ինչ ուղղեք, դուք կարաք որ ուղղեք։ Դուք մենակ կարաք պատերազմ բերեք այս մարդկանց գլխին։ Ձեր պատճառով են 5000 մեր եղբայրները հողի տակ։